Բարի լույս, բարի սկիզբ մեծ պահքի շրջանի սիրելիներս։ Այսօրվա ընթերցումը Եսայու մարգարեությունից է, որ ուղղված է անմիջապես բոլոր նրանց, ովքեր պահքի ընթացքի մեջ են։ Լվացվեցեք, մաքրվեցեք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցեք ձեզնից։ Վերջ տվեք ձեր չարագործություններին, սովորեցեք բարիք գործել, արդարություն փնտրեցեք, փրկեցեք զրկվածին, արդարադատ եղեք որբի հանդեպ, իրավունք տվեք այրուն։ Եկեք խոսենք իրար հետ, ասում է Տերը։ Եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ։ Եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ։ Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, դուք կճաշակեք երկրի բարիքները։ Իսկ եթե չկամենաք ինձ լսել, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս. Լվացվեք, մաքրվեք, որովհետև այլևս ձեր արարքները Տիրոջ աչքի առաջ են, եւ դուք պիտի ազատվեք դրանցից։ Ահա սիրելիներ, պահքի սկիզբը, իմաստը, նպատակը։ Մենք Տիրոջ աչքի առջև ենք կանգնած, եւ այս մեծ պահոց շրջանը գալիս է մեզ օգնելու, որբիսի մենք ավելի մաքուր լինենք Տիրոջ առաջ, որբիսի մեր հարաբերությունը Աստծո հետ այլ լինի։ Հավատացեք, խնդիրը այն չէ, թե օրվա ընթացքում քանի անգամ պիտի ուտեք եւ ինչպես պիտի ուտեք։ Խնդիրը կայանում է նրանում, թե այդ չուտելը, այդ որոշումը հրաժարվել կենդանական սննդից եւ միայն բուսական ճաշել, հրաժարվել քանակի այս չափից եւ մի ուրիշ չափ որոշել, հանուն ինչի է։ Մեծ պահքի բուն նպատակը ըստիս հանունն է, հանուն ինչի եմ ես պահք պահում։ Զուտ նրա համար, որբիսի իմ միտքը խաղաղվի, իմ հոգին խաղաղվի, իմ մարմինը ավելի թեթև լինի, թե այնտեղ ուրիշ բան կա թաքնված։ Եվ այնտեղ թաքնված է մի շատ կարևոր բան. Տեր Աստծո աչքի առաջ լինել եւ նրա հետ մի նոր ճանապարհ սկսել, փոխհարաբերության, որովհետեւ Աստված այդ հնարավորությունը, այդ շնորհը, այդ հայրական ողորմությունը մեզ արել է։ Պահքի ընթացքում, պահքի միջոցով, ծոմապահությամբ, ապաշխարությամբ ավելի ջերմացնել հայր Աստծո հետ մեր ունեցած փոխհարաբերությունն ու կապ։ Այնպես որ սիրելիներս, մի շատ կենտրոնացեք, թե ինչ պիտի ուտեք։ Տապակած կարտոֆիլը չէ, որ ձեզ ավելի մաքուր պիտի պահի։ Աղցանը չէ, որ ձեզ ավելի մաքուր պիտի պահի։ Դրանք միջոցներ են, որոնք ձեզ օգնում են պահքը կազմակերպելու համար։ Սկսեք ապաշխարությամբ։ Սկսեք մեղքերի մաքրագործմամբ։ Այն բոլոր սխալներից հրաժարմամբ, որոնք խանգարում են ձեզ Աստծո հետ ձեր հարաբերությանը։ Սկսեք շտկել ձեր միտքը, դարձնել ձեր միտքը դեպի Աստված։ Օրվա ընթացքում ավելի շատ Աստծո հետ խոսել, ավելի շատ մտածել աստվածային երևույթների եւ ապրումների մասին, ավելի շատ հոգեվոր կյանք ունենալ, ավելի շատ ուսումնասիրել Սուրբ Գիրքը եւ տեսնել, թե ինչքան կարեւոր է, երբ կյանքի մեջ հոգին զորանում է եւ հոգու զորությունը փոխանցվում է նաեւ մարմնին։ Հաջորդաբար մենք ամեն օր անդրադառնալու ենք մեր պահքի կարգավիճակին։ Եվ այսօր ձեզ բարի եւ խաղաղ օր։ Աստված օրհնի ամենքիս։